Հայաստանը իրականացնում է բազմաթիվ գործողություններ տրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում, կարելի ասել 3 հիմնական ուղղություններ։ Բնականաբար նախ եւ առաջ լինելով խնդիր ցանկացած երկրի համար պետք է պայքարել իհարկե երկրի ներսում այս չարիքի դեմ, պետք է իրականացնել աջակցություն զոհերին, պետք է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, այդ ամենը իհարկե կա։ Երկրորդ ուղղությունը Հայաստանի համար կարևոր ուղղությունը արդեն միջազգային պարտավորություններն էին։ Հայաստանը այս բնագավառում համագործակցում է, ինչպես նաև ստորագրել, վավերացրել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների համապատասխան փաստաթղթեր, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԻԱՀԿ-ի եւ երրորդ ուղղությունը մեր համար համագործակցության երկկողմ գործունեությունն է, իհարկե մարդկանց առևտուրը չի սահմանափակվում միայն մեկ երկրի տարածքով, ցավոք սրտի հատում է սահմաններ, Հայաստանը հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր տրաֆիկինգի համար եւ բնականաբար մեծ աշխատանքներ պետք է տանել նաեւ այն երկրների հետ դեպի ուր միտված են Հայաստանի տրաֆիկինգային հոսքերը։ Այստեղ իհարկե ունենք որոշակի դժվարություններ, քանի որ աշխարհագրությունը երբեք էլ իհարկե իդեալական չի լինում, աշխարհագրությունն այս ուղղությամբ մեր նախորդ տարիների հաշվետվություններից, ինչպես թերևս տեղեկացված եք, 3 ուղղություններ ունի, սեռական շահագործում դեպի Թուրքիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ աշխատանքային շահագործում դեպի Ռուսաստան եւ Թուրքիա։ Այս երկրներից իհարկե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է լիարժեք աշխատանք տանելուն, Ռուսաստանի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ իրականացնում են աշխատանքներ, բայց նաեւ իրականացնում են աշխատանքներ այն երկրների հետ, որոնք չեն հանդիսանում նպատակակետ Հայաստանի համար, բայց ում հետ, ասենք, ակտիվ համագործակցություն կա, առաջին հերթին պետք է նշել Միացյալ Նահանգները։ Այսօրվա խորհուրդը, ավելի ճիշտ 2 օր անց, հուլիսի 30-ի խորհուրդը կապված է 2014 թվականի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված տրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ, բայց մենք այս տարի եւս արձանագրել ենք նաեւ մեկ կարևոր նորից միջազգային հաջողություն ձեռք բերում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը տարեկան հրապարակում է տրաֆիկինգի դեմ պայքարի երկրների վերաբերյալ զեկույցներ եւ Հայաստանը արդեն 5-րդ տարին անընդմեջ այս զեկույցում գրավում է առաջին խմբում լինում է առաջի խմբի երկրների շարքում, որոնք այն երկրներ են, որ համապատասխանում են ամբողջությամբ համապատասխանում են այն մինիմալ պահանջներին, որ դրվում է տրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառի համար։ Այստեղ այս վերջի 10 տարիների ընթացքում մեր արձանագրած հաջողությունները իսկապես զգալի են, որովհետև Հայաստանը լինելով 4 խմբեր կան, այսինքն լինելով երկրորդ հսկողության տակ գտնող խմբում, Հայաստանը արդեն 5 տարի շարունակ դասակարգվում է առաջին խմբի երկիր, ասեմ, որ ԱՊՀ երկրներից միակն է Հայաստանը, որ այս խմբում է եւ Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ասիական մայրցամաքում ընդամենը մի քանի երկրներից մեկը, որ գտնվում է այս խմբում։ Կարևոր ձեռքբերումները իհարկե կապված են Հայաստանում ինստիտուցիոնալ կառույցների հետ, նախ եւ առաջ խորհրդի աշխատանքները, խորհուրդը ղեկավարում է փոխվարչապետ պարոն Վաչե Գաբրելյանը եւ խորհրդին կից ուրեմն աշխատանքային խումբը, որ պարբերաբար հավաքում է, պարբերաբար իր աշխատանքային հանդիպումներն է իրականացնում եւ կատարում է ուրեմն խորհրդի նստաշրջանների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացվող ամբողջ աշխատանքի կազմակերպում, վերահսկում, սկսած որոշակի կոնկրետ դեպքերի քննարկումից, մարդկային ճակատագրերի հետ կապված համապատասխան լուծումներ տրամադրելու հարցերից, ընդհանուր մինչև օրենսդրական առաջարկություններ, փոփոխություններ, միջազգային համագործակցություն։ Ասեմ նաև, որ մենք իսկապես այս բնագավառում կարևորում ենք լրագրողների, լրատվամիջոցների դերը,
որ առանց լրատվամիջոցների եւ առանց այն քարոզչական աշխատանքի, որ իրականացվել է վերջին տարիների ընթացքում, անհնար կլիներ արձանագրել Հայաստանի հաջողությունները միջազգային ասպարեզում կամ պայքարել արդյունավետ ձևով երկրի ներսում այս չարիքի դեմ։ Մեր կողմից նախաձեռնված էր նաև, գիտեք, վերջին տարիներին համապատասխան մրցանակաբաշխություն, տրաֆիկինգի վերաբերյալ լավագույն լուսաբանման թեմաներով, որ այս տարի եւս կհայտարարվի եւ տարեվերջին կամփոփվի, քաջալերում եմ, կոչ եմ անում բոլորին անդրադառնալ այս թեմային, չնայած այն փաստին, որ իսկապես թվային առումով, եթե համեմատենք, ասենք, անկախության առաջին տարիների հետ, տրաֆիկինգի զոհերի քանակը շատ զգալիորեն կրճատվել է, եթե ասենք 90-ականների սկզբներին կեսերին մենք ունեինք դեպքեր, ասենք, որ մեկ քրեական գործով կարող էին անցնել մինչև 200, ասենք, տրաֆիկինգի զոհեր, այսօր այդ վիճակագրությունը շատ է փոխվել, տարեկան միջին, ասենք, թվաբանությունը մեր ոստիկանության ներկայացուցիչ ավելի մանրամասն կներկայացնի քիչ անց, բայց մեր միջին թվաբանությունը մոտավորապես 15, ասենք, դեպք տարեկան, որոնցով որպես կանոն անցնում են 1, մաքսիմում 2, ասենք, զոհեր, ինչը իսկապես միջազգային փորձագետների առումով բարձր գնահատական է։ Ասեմ նաև, որ մեր փորձը ոչ միայն գնահատում են այլ երկրներ, այլ մեր փորձով հետաքրքրվում են արտաքին գործերի նախարարություն դիմումներ ենք ստանում տարբեր երկրներից, ովքեր հետաքրքրում են Հայաստանի արձանագրած հաջողություններով եւ ցանկություն են հայտնել ուսումնասիրել այսինքն մեր օրենսդրական դաշտը, մեր աշխատանքային խմբի գործունեությունը կիրառելու համար նմանատիպ, ասենք, կառույցներ իրենց երկրներում։ Ինչ եք ավելացրել, որ այս արդյունք ստացին աշխատանքի։ Ինչին։ Ձեր աշխատանքը ինչպես է փոխել, որ այս արդյունքը։ Նայեք, ուրեմն վերջի, ասենք, այս 10 տարիների ընթացքում սկսել ենք աշխատել, դա ասենք նախ։ Նախկինում, որովհետև երևույթը եղել է, բայց միշտ ենթադրվել է, որ Հայաստանի համար խորթ է, անընդունելի է, չի կարող պատահի, բայց ցավալիորեն փաստ այն էր, որ երևույթը կար եւ պետք էր պայքարել դրա դեմ, պետք էր բարձրաձայնել, պետք էր խոսել։ Նախ այն, որ ինքներս տեսնելով մեր խնդիրները կարողանում ենք ժամանակին արձագանքել եւ ստացվեց շատ լավ աշխատանքային մեխանիզմ, երբ աշխատանքային խումբը ասեմ, որ ներգրաված են Հայաստանի բոլոր գերատեսչությունները, ովքեր այս կամ այն ձևով կարող են առնչվել երևույթի հետ, ներգրաված են բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այն միջազգային կազմակերպությունները, ովքեր Հայաստանում կան, եւ նաեւ մեր, ինչպես ասի, երկկողմ միջազգային գործընկերները, եւ կարողանում ենք արագորեն արձագանքել ցանկացած դեպքի, դեպքերին տալ օպերատիվ լուծումներ, կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ կապված ինչ-որ մեկին հայտնաբերել, վերադարձնել, լավագույն, ասենք, օրինակներից մեկը վերջին շրջանում Թբիլիսիում գտնվող Հայաստանի քաղաքացու վերադարձն էր, ով երկար տարիներ շահագործման է ենթարկվել Վրաստանում, աշխատանքային շահագործման, եւ պատահաբար կարողացել է, այսինքն բարեբախտաբար կարողացել է խուսափել, փախնել եւ տեղեկացնել դեսպանության, եկեղեցու, համայնքի եւ վրացի գործընկերների հետ համագործակցելով կարողացանք նրան շատ կարճ ժամանակամիջոցում, տարածեն 1 ամսից քիչ ժամանակամիջոցում տեղափոխել Հայաստան, այստեղ նա ստացավ համապատասխան առողջական, հոգեբանական, վերականգնողական թերապիա եւ այժմ արդեն իր վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այսինքն ամեն տեսակ ցավալիորեն շատ դաժան աշխատանք ադրբեջանաբնակ գյուղերում Վրաստանի վերջին 15 20 տներում, ընտանիքներում ստրկական աշխատանք կարելի ասել։ Այսօր նա Հայաստանում է, գտնում է իր ընտանիքի մոտ։ Այս չէին գողացել, ինքը գնացել էր աշխատանք փնտրելու եւ հայտնվել էր նման ծուղակում։ Միշտ այդպես էլ վրացի, ադրբեջանցի, ձեռքից ձեռք, ընտանիքից ընտանիք։ Միշտ այդպես էլ ակնկալում ես, որ պիտի գնաս եւ կարողանաս գումար աշխատել, ընտանիքը պահել, բայց ցավոք սրտի շատ հաճախ այդ ակնկալիքները ուրիշ տեսք են ստանում։ Այս անձնական կոնկրետ գործերի հետ կապված, այսինքն մենք նաեւ
հասկանում ենք, թե ինչն է պետք փոխել, ինչ խնդիրներ կան, ինչպիսի աջակցություն տրամադրել, այսինքն վերջին տարիների լավագույն փոփոխությունները, որ եղան, իհարկե նոր օրենքի ընդունումներ, որ արդեն 15 տարի գործում է արդյունավետ եւ կարեւորը այդ օրենքի շրջանակներում նաեւ ստեղծված նույնականացման հանձնաժողովը, ով արդեն հանձնաժողովի անդամները դիտարկում են բոլոր գործերը, բոլոր զոհերի պատմությունները համապատասխան աջակցություն տրամադրելու ներկայացնելու առումով։ Մենք թերևս այն լավագույն օղակն ենք Հայաստանում, ով ունի իդեալական համագործակցություն պետական կառույցներ եւ հասարակական կազմակերպություններ բնագավառում, հաճախ ասում որ Երանի բոլոր բնագավառներում լիներ այնպիսի փոխըմբռնում, համաձայնություն, ինչպիսին կա մեր շարքերում, անհնար կլիներ գոնե այս ասպարեզում իրականացնել այդ ստանալ այն հաջողությունները, որ ունենք, եթե չլիներ նման համագործակցություն, որովհետև բնագավառներ կան տրաֆիկինգի զոհերի հատկապես ասենք վերականգնողական գործունեության մեջ, որ առանց հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցության անհնար է լուծել։ Ասեմ նաև, որ մեր հասարակական կազմակերպությունները, ովքեր ներառված են աշխատանքային խմբում, նաև իրականացնում են միջազգային կապեր համապատասխան իրենց գործընկեր կազմակերպությունների հետ, ասենք Ռուսաստանում կամ այլ երկրներում, եւ կարողանում են դրանով շատ նպաստել նայեք ոստիկանություն, ասենք նորից մի օրինակ եթե բերեմ առանց մանրամասների մեջ մտնելու, դեռ չեմ կարող, այսինքն գործի էությունից ելնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ոստիկանությունների, Հայաստանի համապատասխան հասարակական կազմակերպության եւ իր ռուսաստանյան գործընկերների, միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան եւ ռուսաստանյան ներկայացությունների եւ նաեւ ռուսական տվյալ քաղաքում ուրեմն ռուսական առաքելական եկեղեցու միջոցով հնարավոր եղավ նույնպես Հայաստան վերադարձնել մի խումբ զոհերի, ովքեր երկար տարիներ Ռուսաստանում շահագործում էին, աշխատանքային շահագործման էին ենթարկվում, մի մեծ ընտանիք 3 երեխաներից մեկն ուներ սրտի հետ կապված ասենք առողջական խնդիրներ, հնարավոր եղավ նրանց բոլորին վերադարձնել։ Երբ խոսում ենք տրաֆիկինգի հաջողությունների մասին, այս միջազգային համագործակցություն, զեկույցներ, առաջին տեղ, բարձր մրցանակներ եւ այլն, ամեն ինչ իհարկե լավ է, գրավիչ է, բայց կարևորը ամենակարևորը մեր աշխատանքում հենց այս անձնական կոնկրետ դեպքերն են, երբ ծանոթանալով այս իրականությանը չես կարողանում անտարբեր մնալ, իհարկե մարդկային դաժան ճակատագրերի հետ եւ ամեն հաջող նման իրականացված աշխատանք, որ ասում եմ նորից կրկնում եմ, բոլորի համագործակցության արդյունքում է միայն ստացվում, տալիս է այն բավարարվածությունը եւ աշխատանքից եւ հոգեկան բավարարվածություն, որ կարողացել ես գոնե մեկ մարդու, մեկ ընտանիքի համար օգտակար գործ անել։